Բարև ձեզ, բարև ձեզ, հայրիկ ջան։ Խնդրում եմ, շատ լավ։ Դուք Փաշինյանի ուղերձն եք լսել, տեսա ուղերձը եկել եք պատարագի, թե ամեն կիրակի այստեղ։ Չէ, այստեղ չէ, բայց ուրիշ տեղ են գնում պատարագ։ Որտեղից եք դուք։ Թալինից։ Թալինի ռայոնից։ Թալինից եք։ Չէ, գյուղերից։ Այսօր ինչով է պայմանավորված, որ այստեղ եք։ Ազատություն։ Ցանկացած մարդ կարող է գալ։ Պատարագը, կիրակի։ Դե ավելի լավ, որ գալիս է ավելի լավ, մենք էլ լավ կընդունենք իրան։ Եվ հայրիկ ջան, այս եկեղեցու դեմ այս գործընթացները հետևում եք արդյոք այս պրոցեսներին, ինչպես կգնահատեք։ Նորմալ, իհարկե։ Սենց ժողովուրդը հավաքում է պատարագի վատ բանը։ Իհարկե, մենք հայերս ընդհանրապես բան ենք, չէ, հավատացյալ ենք, չէ, հավատում ենք։ Մեծ մաս են էլ հայերը։ Մեր եկեղեցին փորձում է խարխլել, հայ կաթողիկոսի հեռացում է պահանջում։ Ընդհանրապես, որ ճիշտ ասենք, հավատացյալները քաղաքականության հետ ինչ գործ ունեն։ Եկեղեցին ինչ գործ ունի քաղաքականության հետ։ Եկեղեցին պետությունը համագործակցեն իմ կարծիքով իրար հետ։ Եկեղեցին պետք է իր ոնց որ ասած կներեք, բայց գլուխ չմցրի քաղաքականության մեջ, ինչ քաղաքականություն։ Եկեղեցին։ Ինչ արելի եկեղեցին։ Թերքել։ Այս արշավը ոչ մի բան չեք ընդունում դուք, չեմ հասկանում։ Ինչ արշավ։ Եկեղեցու դեմ արշավ, օրինակ կաթողիկոսի դեմ, բարձրաստիճան հոգևորականների։ Արշավ չի սկսվել ոչ մեկի դեմ էլ։ Ընդհանրապես կուսակրոնությունը, չէ՞, կաթողիկոսը կուսակրոն չլներ։ Չէ, մեր պատմությունից մենք գիտենք նաև Հռոմի պապը եղել չէ, որ կուսակրոնությունը խախտել է, մեզնից էլ եղել կաթողիկոս խախտել է, չի կարելի, եթե մարդը երդվում է, որ պետք է ծառայի Աստծուն, ներողություն։ Դուք Փաշինյանի աջակիցն եք։ Այո։